սպասարկել։ Այդ սպասարկման շրջանակներում ինքը պետք է որոշակի գործողությունների դիմի, որպեսզի վերարտադրվի։ Տեսնում եք, որ մենք Բարգավաճ Հայաստանը, Մայր Հայաստանի դեմոկրատական այլընտրանքը, որ միասին են մասնակցում, բավական ակտիվ դերակատարում ենք ստանձնում, մեր վարկանիշը ամենօրյա ռեժիմով աճում է եւ ահա նրանք փորձում են խոչընդոտել մեր քարոզությունը, մեր գործունեությունը, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ պետական դավաճանը, այսինքն ինքը ինչքան էլ բարձր գոռա բռնեք դավաճանին, դրանից իր դավաճանությունը չի մեղմվում, այնպես որ ինքը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, այս ամեն ինչը անցնելու է գնա, բայց իր այս ճղճիմ քայլերը մնալու են։ Հայցեր, հիմա պատրաստում են մեր իրավաբանները հակընդդեմ հայցերի մասով եւ նաեւ պետք է տեղեկացնեմ, որ հիմա կոնկրետ ձևակերպումները չեմ տա նախաքննական գաղտնիքից ելնելու, բայց այնպիսի անհեթեթ ձևակերպումներ կային եւ որոշման հետ կապված այնպիսի տողեր կային բացակայող, որոնք օրենքով սահմանված կարգով պետք է լինեին, որ անհասկանալի է դառնում օրինակ, թե ինչ են եկել խոզարկելու եւ մեր գրասենյակը կուսակցության եւ իմ բնակարանը եւ հիմա նաեւ իմ ավտոտնակը։ Պահպանները որևէ բացատրություն կդրեցին, օրինակ ձեր Դե այնի շո դուք տեսել եք այդ հեքիաթը, որ տարածվել էր քննչական կոմիտեի կողմից, դա է։ Ինչ հայտնաբերեցին, օրինակ ինչ առաքրավեցին։ Չգիտեմ, մեր ընտանեկան մի խոսքով է, ես իրավունք չունեմ։ Դե դուք տեսաք արդեն ինչեր էին հանում։ Դե ես նախաքննությամբ վստահություն եմ տվել, որ իրավունք չունեմ բացահայտելու, մնացածը հավաստիացնում եմ ձեզ վաղուց մեր կողմից մոռացված իրեր։ Պարոն Թևանյան, այս պահին կհննում է դատախազության միջնորդությունը հետապնդում հարուցելու եւ չի բացառվում, որ եթե համաձայնություն տան, ապա ձեզ ձերբակալելու որոշում կկայացնեն, հետո կտանեն քննչական հարցաքննության։ Հիմա դուք ձեր ոտքով ուզում եք գնալ քննչական։ Ինչ ղալատ ուզում են թող անեն։ Հիմա գնում եք ավտոտնակի դուրը բացել։ Հա, տեսա մի վարքա։ Ինչ կարգավիճակ ունի։ Ես ասա Տարամաս, մասնակցում եք քննչական։ Չէ, ինչ կարգավիճակ ունի։ Իմ կարգավիճակը որ ասեք, ես կասեմ մասնակցում թե ոչ։ Կարա Իմ կարգավիճակը այս process-ի շրջանակներում կարող է գնալ ազատ է, կարա գնա։ որևէ կարգավիճակ չունի։ Ես պատասխանում եմ պարոն Թևանյանի մեկ հարց։ Ձեզ ասել ենք, որ կարող եք գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Իսկ եթե չեմ ուզում գնամ կենտրոնական ընտրական հանձնաժողով, Մասնակցել քննչական եթե ուզում գնալ, ասենք ինչ-որ տեղ։ բացեք էլի դուրը։ Որ ուզում եք կարա գնա, կարգավիճակ չունի։ Հա, բեր։ Ցանկանում եք ասել։ Չեմ ուզում։ Նայեք, ես մեկը սեղմում եք։ Գնալ պարոն Թևանյան, հիմա այնտեղ այս պահին ձեզ նկատմամբ հետապնդում հարուցելու հարցն է քննվում։ ԿՀ-ում այդ թեման ինձ հետաքրքիր չի։ ԿՀ-ի որոշումները տվյալ դեպքում երևի կանխորոշված են, ինձ հետաքրքիր է քննչական կոմիտեն։ Ես կուզենայի, որ միասին մենք հիմա գնանք քննչական կոմիտե, ասեմ հրապարակեք այն ապացույցները, որով այդպիսի մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին, տեսնեմ ինչ են անելու։ Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը հրահանգ տվել է իրենց արդեն տեքստը ասեն, թե ինչ է, ինչ չի, թե չի տվել, այդ դրանք տեղակ չեն։ Հիմա գնանք քննչական կոմիտե, ես ուղիղ իմ ոտքով գնամ, ասեմ, ահա եկել եմ, հասկանում եք մարազմը որն է ժողովուրդ, իրանք մեղադրում են պետական դավաճանության մեջ, այս պետական դավաճան Նիկոլ Փաշինյանն էլի, պետական դավաճանության մեջ մեղադրում են նախապես անոնս է տալիս, անոնսից հետո հայտարարություն է անում, հայտարարությունից հետո 2 օր անց ես այստեղ կանգնած երեք ասուլիս եմ տալի, ասուլիս եմ տվել, գնացել եմ երթ հավաք եմ արել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մարազմը ինչ-որ աստիճան պետք է լինի, եւ թող իրանք այդպիսի մահացու մեղադրանքներ են ներկայացնում, նշանակում է ինձ օր առաջ պետք է մենք ուսացնեին։ Հիմա ասում են դուք ազատ եք, կարող եք գնալ, չգիտեմ, ձեր գործերով կամ նիստի մասնակցեք եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց քիչ չեմ կարող։ Լավ։ Սա է, հասկանում եք, դրա համար ես ուզում եմ, որ դուք էլ որպես լրագրող ինձ էլ հետաքրքիր կլինի։ Միասին գնանք քննչական կոմիտե եւ գնանք ասենք, բա եկել ենք, բա ինչ կա, մի հատ ասեք, պատմեք։ Քննչական կոմիտե որ, չգիտեմ, վարչությունն եք հիմա պատրաստվում գնալ, կենտրոնական։ Որտեղ է այդ հասցեն։ Երևան քաղաքի։ Դե գնանք Մամիկոնյաց ժողովուրդ։ Գնանք հասկանանք ինչ են ուզում ընդհանրապես, որովհետեւ այս անհեթեթությունը, այս մարազմը, որ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է, այս հոգեվարքի մեջ, որ հիմա գտնվում է,
ու նաև ասենք այդ տեղեկություններ կային, որ ասենք Զելենսկուն են փորձում հաճանալ, որովհետև ես Դոնբաս էի այցելել մեր թիմով եւ փաստորեն ստացվում է, որ Զելենսկու պես կենթանին Հայաստանում կարող է ինչ-որ հարցեր լուծել ու Հայաստանը տանել ուկրաինացման ճանապարհով։ Սա անհեթեթություն է նորից։ Գնանք միասին բարձենք, եթե մեղավորություն կա, թող ասեն այս ապացույցները հրապարակեք հիմա ամբողջ ապացուցողական բազան հրապարակվել։ Աղտնիքից ելնելով չեն Աղտնիքը որն է հիմա ցանկացած մարդու հասկացա, բայց նայեք որն է խնդիրը, հիմա մարդու վրա պիտակ են կպցնում, ասում են սյո նախաքննական գաղտնիք է։ Հիմա օրինակ իրանց գործնեության արդյունքում արդեն մի ժամ ու կես է 7 օր ԵՄ զրկվել է եթերից։ 7 օրերին ինչ ուզեցին, դա չհասկացա, այսինքն ինչ հիմքով։ Ես դետալները չեմ կարող ասեմ, կապելու խնդիր չի։ Տեխնիկական պրոցեդուրալ հարցեր կան, որոնք այնպիսի բաներ են արել, այնպիսի գործողություններ են արել, որի արդյունքում 7 օր ԵՄ զրկվել է եթերից այս քարոզչության փուլում։ Սա ուղիղ միջամտություն է քաղաքական եւ ընտրական գործընթացներին, եւ ես հիմա կուզենայի տեսնել, թե այն հայտնի կազմակերպությունները, մամուլի ազատության, խոսքի ազատության, ինչ են ասելու։ Ասելու են, որ ամեն ինչ նորմալ է, 7 օր ԵՄ հսկայական տասնյակ հազարների այցելուներ ունի օրական։ Հիմա այս քարոզչության փուլում իրանք, որ մեզ զրկում են 7 օր ԵՄ-ից, դա նշանակում է քարոզչական թթվածինից զրկել մեզ։ Նաև դա իմ պաշտպանության համակարգն է, չէ՞։ Հիմա իրանք լուտանքները թափել են, ասում են նախաքննական գաղտնիք չհրապարակեք, թե չէ նոր բաներ կհարուցենք, ու արդյունքում իրանք շամպես հաչան իմ դեմ, ես էլ ասենք զրկվեմ հնարավորությունից պատասխանելու, այդ թվում մեր լրատվամիջոցի միջոցով։ Չնայած վերևում ասացիք, վերելակի, քանի որ կոդավորված է վերելակը, ձեր կինն է կնոջ հետ որ բարձրացել են այս վերելակը։ Հա, այսինքն իրեն կոդը չեն իմացել նախապես։ Չէ, միասին են բարձրացել։ Միասին են բարձրացել։ Հիմա առաջարկում եմ տեղափոխվենք քնչական այդ բանի վրա, այդ Մամիկոնյանցի վրա, եւ իրար հետ գնանք, ասենք, կարող եք ինձ էլ ասել, հեսա բերել ենք ձեր պատկերացրած մարդուն, գնանք տեսնենք ինչ են անելու։ Չէ, ինչ հետաքրքիր է, շուտ։ Ձեզ հետաքրքիր չի, ասենք մենք ընտրությունների մասնակցող գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկն ենք եւ այդ ուժերի ցուցակի երկրորդ համարի մարդուն այսպեսի հետապնդման են ենթարկում։ Նաեւ ես տեղեկացա, որ Մարտուն Գրիգորյանի հետ կապված ինչ-որ հարցեր է, անկեղծորեն տեղյակ չեմ, որովհետեւ առավոտվանից այս այսպես ասած մասկի շոուի մեջ ենք, բայց սա խոսում է մի բանի մասին, որ Բարգավաճ Հայաստանը ցուցակի դեմ եւ կուսակցության դեմ եւ թիմի դեմ հարցակում է իրականացվում։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր մարմնի բոլոր մասերը եւ հատկապես իր սիրելի մասը, որ պատարոտում էր ժամանակին, խոսում էր ազատ խոսքից, ազատ մամուլից, ուր մնաց դեմոկրատիայի բաստիոնը եւ այլն։ Չնայած մենք ոչ երբևէ չենք հավատացել այդ ամեն ինչին, բայց հիմա շատ ուղիղ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ու փաստորեն երևի, չգիտեմ, Ֆիդանի, Մակրոնի եւ մյուսների աջակցությունը իրեն թևեր է տվել, դրա համար այսպիսի վարքագիծ է դրսևորում։ Այդ մեղադրանքները այնքան անհեթեթ են, որ դրանց նույնիսկ առանձին իմաստ չունի անդրադառնալը։ Խնդրեմ, ես սպասում ձեզ քնչականում գնանք, միգուցե տեղում ինչ-որ մեկը հայտնվի եւ բացատրություն տա։ Հիմա մենք տեղաշարժվենք արդեն։ Այսինքն քնչական ձեզ չեն կանչում։ Ոչ մի բան չեն ասի։ Ես կարգավիճակ չունեմ, ժողովուրդ, այս գործով ես ոչ վկա եմ, ոչ մեղադրյալ եմ, ոչ, չգիտեմ, կարգավիճակ չունեմ։ Որոշում են մի հատ բերե դատարանի, որ պետք է խուզարկեն մեր գրասենյակը, մեկ էլ պետք է խուզարկեն մեր բնակարանը եւ հիմա խուզարկում են իմ ավտոտնակը։ Հիմա ասենք, իդեպ ես չգիտեմ հիմա, ասենք չեմ էլ ուզում նայեմ, ինչ ուզում եմ թող խուզարկեն։ Հովանյան, ինչ եք ակնկալում քնչականը, ինչ պատասխան պետք է տա ձեզ։ Չասեմ եկել են բռնեք։ Դուք եք չէ այդ դե բա եկել են։ Բա ուր ինչ անեմ ժողովուրդ։ Ուրում ինչ անեմ, ես իրենց կալանավոր եմ։ Դե հիմա Ձեր ավտոտնակում ինչ կա, Հովանյան։ ավտոմեքենա, ուրիշի պետք է։ Կարող եք գումարներն Այնտեղ եմ։ Ձեզ առավոտվանից հետաքրքրում են գումարները, այդ հարցով մենք իրար հետ առանձին կպայմանավորվենք։ Չէ,
Գորից պետք չէ։ Մենք ճանապարհով ձեռք բերված գումարներ պետք չի, եթե իհարկե կա այդպեսի։ Չէ դա լավ, ասենք նես տպավորությունն է, որ այդ թե հիմա ավտոտնակ կա, ինչ պետք է ավտո, դա ավտոմեքենա մնացած, չգիտեմ։ Կարևորը չքանդեն ամբողջ Սուշ միացա, ինչ որ բան հայտնաբերեցի։ ատոմային ռումբ։ Ինչ էի կանել։ Դե ատոմային ռումբը ամեն բնակարանում պետք է մի հատ ատոմային ռումբ լինի, չէ՞։ Չէ, չեն քնչեցնի։ Ատոմային ռումբը դա Հայաստանի անկախության, անվտանգության երաշխիքն է եւ յուրաքանչյուր բնակարանում պետք է լինի։ Ձեր կարծիքով այսօր ձեզ կկալանավորեն։ Բա գնանք քնչական պարզ ենք ժողովուրդ։ Դա այդ եմ ասում։ Հիմա դուք գնում եք քնչական։ Հա, գնում եմ քնչական ժողովուրդ, անկեղծ առաջարկում եմ ձեզ գնանք քնչական կոմիտե։ Գնեք, պարոն Թևանյան, դուք ձեր սեփական նախաձեռնությամբ եք գնում, թե իրենք են ձեզ։ Չէ, ես հիմա ազատ եմ, ինձ ասում են դու կարգավիճակ չունես, դու ազատ ես։ Մեր տունը սա բանը։ Բա գնամ ասեմ, ինչ է տարածես, հələ մի հատ ապացուցեք, եկել եմ, կամ չգիտեմ, եթե բռնելու բան կա, բռնեք, ձերբակալեք, կալանավորեք, ինչ ուզում եք արեք։ Եկել են մեր գրասենյակը ոտից գլուխ ասենք ավիրել են։ Մեր տունը ոտից գլուխ ավիրել են հուզարկությամբ բան։ Դուք որ մտածում արդեն զարգություններ իրականացել։ Ոչ, Իսկ նրանք տանը եղել էին միջև ձեր։ չէ։ Ինչև իմ գալը եղել են, բայց կինս տանն էր եղել դրա համար։ Իսկ ինչ ճանապարհով էին ձեր տուն գնացել։ Կինս էր բացը։ Իրանք այսպես էին ձևակերպում, որ մենք եկանք, տեսանք, որ հարևանը իջնում է, ասացինք մի փակեք, տենց ինչ-որ Իսկ այդ հարձակումը որ ներկայացրեց։ Այդ դա մի քանի օր առաջ է եղել, ժամանակ ընդհանրապես նշանակություն չէի տվել դրան, բայց հիմա չեմ կարող ասել։ Օրինակ ես չգիտեմ մեր վերելակի դուռը ոնց է բացվել։ Ես եկա տեսա իրանք բացել են արդեն։ Այս ընթացքում բազմաթիվ հարցեր առաջացան, հա, թե ինչպես է որ դեպի ձեր տուն վերելակ է դրված, դուք մինչև գնելը ունեիք այդ կար այդ վերելակը, թե ձեր գնելուց հետո։ Այդպես է եղել։ Այսինքն դուք Թղթով, բանով, ամեն չէ, վերելակը։ Չէ, ամեն Ինքնես բազարկում։ վերին հարկերին։ Բայց դա այդպես է բնակարանը կառուցված է։ Սովետ միության թաքնված հմայքներից մեկը։ Սա է, Ջորջան, ես ձեզ սպասում քնչական։ Մամիկոնյաց, չէ՞։ Հա, գնանք քնչական, մի հատ ճշտենք։ Ինչքան որտեղ անկեղծ եմ ասում, պատկերացրեք մի հատ ձեր վրա։ Գալիս են ձեր տուն, խուզարկում են, թափում են եղած չեղածը, ասում ես ես ինչ կարգավիճակում եմ, ասում են ոչ մի։ Ասում ես բա ինչի խուզարկում, ասում են դատարանի որոշում կա, ասես բաներ են գրել։ Ասում են հետո դե խուզարկում են ինչ-որ բաներ են ընդհանրենք դիտարկում, նախ վնաս են տալի 7 օրին, 7 օր եմ կայքին, հետո էլ ասում են դե լավ դու ազատ ես։ Այդտեղ չի, բան չի ստեղած, հələ մտ ձեր վրա վերցրեք։ Ավտոտնակից բացի կա այդտեղ որտեղ պետք է գնանելու խոզարկում։ Չէ, գրասենյակը տունը ավտոտնակ է։ Ոչ մի տեղ չկա որ պետք է անել։ Քնչականում գնանք մենք էլ իրանց խուզարկենք։ Հարցաքննենք իրան, լուրջ եմ ասում, հարցեր տանք, պատասխաններ ստանանք։ Հասկանանք ինչ ենք անում։ Թե չէ։ Օրինակ ես կարծում եմ ավելի շատ էսի խոչընդոտում էր նշանակում։ Մի օր եկել են խուզարկեցին ամբողջ օրը ձախողեցին քարոզությունը։ Մի ուրիշ օր կարող կանչեն, ասեն մենք ձեզ հարցեր ունենք տալու հարցաքննության ժամերով գնացինք այդտեղ է կորավ։ Հետո մյուսը կորավ, մյուս օրերը կորան քարոզությունը այդ մասով ձախողեցին, իմ մասնակցության մասով ու վերջացավ։ Հետո եք ասենք կներեք։ Ապրնի գործողություններ իրականացնել ձեզ բերման ենթարկեին, գցեին գետնին, Հա, եւ Փաշինյանի սիրած ձևով։ հետո վերջը։ Տարօրինակ չի, որ այդպես չեն անում։ Հիմա ես պետք է իրանց փոխարեն պատասխանեմ, թե իրանք ինչի այդպես չեն արել։ Դա մարզում է։ Այսինքն դուք ինչ եք ուզում, որ իրանք այդպեսի գործողություն գնային։ Չէ, ուղղակի տարօրինակ է նաև, որ դուք որևէ կարգավիճակ չունեք, բայց Իսկ տարօրինակ չի, որ այդ մարազմատիկ տեքստը հրապարակել են։ Քանի 4 քո տանիքա որ կհավատա դրան։ Մեկ մարդը Նիկոլ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Նիկոլ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Պարոն Թևանյան, դուք պատասխաներումից եք ակնկալում քնչական կոմիտեի նախագահից։ Գնանք տեսնենք ով կա այդտեղ։ Ընդդեմ հերթապապ կլինի, կգնամ կասեմ ես ինչ անես, եկել եմ ձեր մոտ, բարև ձեզ։ Սենց պետական դավաճանության մեղադրանք են հնչեցրի, ես հիմա ձեր մոտ եմ։ Եկել եմ բարև ձեզ, ես եմ։
Հիմա մի հատ հասկանանք, էլի իրոք անկեղծ է զավեշտ ես ուզում հասկանամ ինչով է ավարտվելու։ Ասենք գործողություն են անում, չէ, ասում են SS արի, պետության, ինքնիշխանության եւ այլն, դե։ Չէ։ Հետո ասում են թե լավ, դու ամեն մեկս գնանք իրենց գործերով։ Սեզել չեն բոլորում, չեն ձերբակալում։ Ես չգիտեմ։ Պետական դավաճանը այն։ Հա, իրենց հա, բայց դու բան այ վիզ եք դրել այսպես ասած։ Դե շատ տարօրինակ է, ես հիմա մնացած մասերով արդեն Տիկին Փոստանջյանը մասնակցում է, թե դու մի վարկ Տիկին Փոստանջյան, դուք ներսում եք ուզում Նաև ես ձեզ խնդրանք ունեմ, քանի որ ձեզ չտրամադրեցին որոշումը խուզարկության, ձեր բնակարանի եւ նաև ավտոտնակի հետ կապված։ Պարտադիր ես դե այնտեղ որ ներկա կգտնվի, նրանք կստորագրեն, բայց անպայման որոշումները Այսինքն ապօրինի է, տկին Չէ, մեզ որոշումը մեզ չի որոշումը ուղղակի տրամադրել են ծանոթանալու համար, բայց օրինակը չեն տրամադրել։ Օրինակը որոշման չի տրամադրվել։ Օրինակ գրասենյակին ավելի համեմատաբար բանը պատշաճ ծավալ էր, այսինքն մեզ էլ օրինակ տրամադրեցին, թե ոնց որ թե մենք քսերոքս արեցինք։ Չէ, մեզ տրամադրեցին մեր պահանջի հիման վրա, այստեղ նույն պահանջը ներկայացրել ենք, չեն տրամադրել։ Պարոն Թևանյան, Իսկ քսերակոպյան տրամադրեցին արձանագրության։ Հա, արձանագրության, ճիշտ է։ Պարոն Թևանյան, դուք երբևէ հետաքրքրություն դրսևորել եք իմանալու 2024 թվականին թե ազգային ժողովում ինչ փակ գաղտնի նիստ է տեղի ունեցել։ Բովանդակությունը ձեզ հետաքրքրել է, թե չէ։ Հարցը որ տալիս եք դրա ենթատեքստը որն է, որ ասում եմ այո, ես հետաքրքրվել եմ, բոլորն էլ հետաքրքրվել են, իհարկե։ Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հետաքրքրված են այնքանով, որքանով, բայց քանի որ ես նույնիսկ падգամավորության ժամանակաշրջանում գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել, որովհետև ես ինքս եմ որոշել, որ չեմ ուզում համապատասխան պրոցեդուրաներ անցնել եւ համարել եմ դա սխալ, որովհետև առաջնային մանդատ ունեցողը չպիտի ավելի ցածր կարգավիճակ ունեցող մարմնին ինչ որ հաշվետվություն ներկայացնի, ինչ որ հայտարարագիր լրացնի, ինչ որ բաներ ապացուցի, որ իրեն թույլ տան գաղտնիություն, ես ասում եմ, ես խնդիր չունեմ, չեմ մասնակցի եւ մի շարք ընդդիմադիր падգամավորներ հրաժարվել են դրանից։ Իսկ ինչ վերաբերում է այդ նշված 24 թվականին, ես այդ ժամանակ падգամավոր չեմ եղել արդեն։ Դե դրա համար եմ հարցնում, նիստի բովանդակությունը, որտեղ Միրզոյանը, փոխվարչապետը, ընդդիմությանը Հայաստանում են փոխանցել, ձեզ հետաքրքրել է թե ոչ։ բոլորին հետաքրքրել է այնքանով, որքանով որ մենք քաղաքացի ենք, իմաստորապես ինձ որպես քաղաքական մարդ։ Բայց այս իշխանությունների անլրջությունը, մարազմը կայանում է այն բանի մեջ, որ ուրեմն նախ այս իշխանությունների գործողություններից մենք բոլորս տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից եւ երկրորդը այս իշխանությունների պարագայում խոսել գաղտնիության մասին ծիծաղել է, որովհետեւ շատ դեպքերում իրենց կողմից վերահսկող լրատվամիջոցների կամ այլ լրատվամիջոցների էջերում հայտնվում են ամբողջական տեքստերը այսպես կոչված գաղտնի նիստերի մասին։ Այդ ինչ գաղտնիք պետք է ասեն, որ մի հատ էլ հետաքրքրվեինք, եւ մենք գիտենք, որ օրինակ բանը, չգիտեմ, Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգն են սպասարկում։ Ինչ գաղտնիք կար դա պարզելու։ Այն էլ 24 թվին, 22 թվին իրանք գաղտնի էին պահում, որ Արցախը ուզում են հանձնել։ Ես ազգային ժողովի ամբիոնից առաջին օրվա հոկտեմբերի 7-ի հայտարարություն ունեմ, կարող եք համացանցում նայել։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարություն են արել, թուղթ են ստորագրել։ Ես ամսի 7-ին, 8-ին, 9-ին լսումների մակարդակով եւ այլն մակարդակով հայտարարել են, որ դուք հանձնել եք Արցախը Ադրբեջանին։ Այն օրերին դրանք պնդում էին, որ ոչ, այդպիսի բան չկա, դա սուտ է, ընդդիմությունը հերթական սխալ բաներն է ասում եւ այլն։ Հիմա ինքը ասում է, այո, ես դա արել եմ եւ դա գիտակցված եմ արել։ Դուք ասում եք, որ դուք այդ ժամանակահատվածում падգամավոր չեք եղել, ձեր մանդատը վայր եք դել։ Քննչական իր հաղորդագրության մեջ ասում է, որ ապօրինի եք ստացել այդ ամեն ինչը, ձեզ օգնել է։ Լավ է, այդ ինչ մի տեղեկություններ էլ Արարատ Միրզոյան, հա։ Արարատ Միրզոյանը այդ ինչ պետք է ասել, որ մենք չգիտեինք։
ամբողջ աշխարհը չգիտեր։ Արարատ Միրզոյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի падգամավոր են եղել, բայց չեն հիշում։ Լավ, հիմա դուք ասենք դա ապուշություն է, այսպես ասեմ։ Այն ինչ որ հայտարարություն են արել, ընդհանրապես չի համապատասխանում։